Live News կայքի հարգելի հետևորդներ, մենք տեսնում ենք, որ պարոն Իսագուլյանը եւ նրա փաստաբան Աննա Ծառուկյանը դուրս եկան դատարանի շենքից, տեսնենք ինչպես ընթացավ նիստը։ Երևի Աննային առաջին հարցը ինչ տեղ ունեցավ, նիստը ավարտվեց, թե ինչ միջում։ Չէ, դատական նիստը հետաձգվեց, դատարանը մանրակրկիտ հետազոտելով դատախազի կողմից բողոքի բերված լինելու հանգամանքի ժամկետի մասով փաստաթղթերը տեսավ, որ առկա չէ բնօրինակ, որը հիմնավորում է, որ դատախազը պատշաճ ժամկետում է ներկայացրել, հետևաբար լրացուցիչ ժամանակ տվեց դատախազին բնօրինակը ներկայացնելու։ Հակառակ դեպքում ստացվելու է, որ բողոքը ներկայացվել է ժամկետ անց, եւ նախորդ դատավորը հենց այս էր հանգամանքը, որ մենք բարձրաձայնում էինք, որ մեզ չի տվել հնարավորություն սրա վերաբերյալ բարձրաձայնելու։ Սույն դատարանը շատ արդարամիտ է, արդեն ունենք մեր կարծիքը, այսպես կարելի ասել, որ մանրակրկիտ հետազոտելու է ամեն փաստ։ Այս պահին հետաձգվել է զուտ այդ հանգամանքով։ Իսկ հայտնի օրը երբ է հաջորդ նիստը կայանում։ Ամսի 18-ին առավոտյան ժամը 10-ին դատական նիստն է լինելու։ Գիտեք, ամենակարևոր հանգամանքը, որ դատարանը ուշով հետազոտում է բոլոր փաստաթղթերը եւ ամենաչնչին կասկածի պարագայում անպայման ուրեմն հետամուտ է լինում այդ խնդիրները ճշտելու։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ շատ գնահատելի։ Օրինակ, ցավոք սրտի նախորդ նիստում մենք այդ հնարավորությունը չունեցանք։ Այդ մանրակրկիտ ուսումնասիրությունը կարծում եմ չէր էլ տեղի ունեցել եւ մեզ տրամադրված չէին փաստաթղթեր, որոնց արկայությունը կարող է միանգամայն ուրիշ հունով տաներ ամեն ինչ։ Հիմա փառք Աստծո դատավորը շատ մանրակրկիտ ուսումնասիրեց եւ այն փաստերը, որ մեզ մոտ չկային, դրանք արդեն տրամադրվել է փաստաբանին, պաշտպանին։ Ես կարծում եմ դրանք մենք էլ կուսումնասիրենք, սպասենք մինչև ամսի 18-ը ժամը 10-ը։ Շատ կարևոր է այս հանգամանքը, որ ուղղակի մանրակրկիտ ամեն ինչ ուսումնասիրվի, հետազոտվի։ Սպասենք իհարկե եւ Աննային հարցս նաեւ ուղղեմ Աննա Ծառուկյանին, ամեն դեպքում կալանավորում է ինչու է պարտադիր նախապայման տրվել այս երկու քրեական գործերը քննելու համար։ Սույն պարագայում հստակ քաղաքական հետապնդման տարերը իր մեջ պարունակում, որովհետև այս պայդրությամբ ստորագրություն չհեռանալու մեղմ խափանման միջոցը որևէ կերպ իմ պաշտպանյալի կողմից չի խախտվել։ Հետևաբար կամայականություն է հստակ դատախազության կողմից, այդ թվում նաև մենք ունենք մտահոգություններ, որ իշխանության կողմից է ճնշումներ գործադրվում դատախազության վրա նմանատիպ բողոք բերելու, որ պարտադիր պետք է լինի կալանավորում, որպեսզի պարոն Իսագուլյանը լռի։ Սա է։ Պարոն Իսագուլյան, այլևս բանագնացներ չեն ուղարկել ձեզ մոտ։ Այս անգամ ձեռնպահ են մնացել, վերջի այսպես կոչված բանագնացները հունվարի 6-ին եւ 7-ին էին փորձում ինձ համոզել, որ ես որևէ հարցազրույցներ, բաներ չտամ, ասուլիսներ, երբ որ ինձ այն ստացան մերժում, շատ հետաքրքիր է, որ հենց ամսի 8-ով կամ հեսա կպարզվի արդյոք որորը հստակ որոշել էին բողոք բերել։ Դե հիմա սպասենք տեսնենք, գիտեք, հիմա գործընթացները այն արագությամբ են Հայաստանում զարգանում, ընդ որում օրենսդրի կողմից ոչ օրինական ճանապարհով, սա ողբերգական է։ Նրանք շտապում են նոր դատարաններ, նոր դատավորներ, հիմա էլ գիտեք, որ նույնիսկ լրագրողներին հիմա արգելվեց, օրինակ մենք հիմա Սյունիքի մարզ գնալու եւ սահմանների հետ կապված այդ հարցերը քննարկել պետք է համաձայնեցնենք ԱԱԾ եւ դա տեղի ունեցավ, երբ որ պարոն Բագրատյանը, Հրանտ Բագրատյանը 3 օրով մեկնեց Ղափան, ես չէի կարող զուտեն պատճառով, որ այդ ստորագրությամբ չբացակայել, կարող է հենց մեկնեի նույն օրը կանչեին, պատկերացնում եք Ղափանից հետ գալը, եւ դա կարող էր հիմք հանդիսանալ մեր դատախազների համար, բայց հետո մենք պարոն Բագրատյանի հետ այդ հարցը մանրամասը քննարկեցինք, քարտեզի վրա ամբողջը նայեցինք եւ 3 եւ ես եւ պարոն Բագրատյանը մամուլով հանդես եկանք, որից հետո ԱԱԾ-ի հայտարարությունը անմիջապես հետևեց մեր հայտարարություններին, մեր ահազանգներին, որ ըստ էության Սյունիքի 50 բնակավայր հատնվում են Ադրբեջանի ուղղակի վերահսկողության տակ։ Եվ ԱԱԾ-ի նման հայտարարությունը հետևեց մեր այս բացահայտումներին, չի բացառում նույնիսկ պարոն Բագրատյանին, որտեղ մինչև այդ արդեն ուղարկել էին ծանուցագիր, հիմա ուղարկեն էլի ծանուցագիր։ Այսինքն պարզ երևում է, որ այս քաղաքական պատվերի շրջանակներում իշխանությունները մի բանի են ձգտում, որ նրանք, ովքեր համարձակ ճշմարտությունը իրազեկում են հանրությանը, դրանք այդ մարդիկ լռեն։ Հասկանում եք, աբսուրդ է։
Եվ եթե այդ մեթոդով իրանք մտածում են, որ կարող են լրացնել Իսագուլյանին, Բագրատյանին, Սաղաթելյանին, իշխան լրագրողներին, իրանք չարաչար սխալվում են։ Դա իրանք չի հաջողվելու։ Եվ այսօր ստացվում է մեկ բան, որ միակ առայժմս օրինականության պահապան, պատնեշ, որ անօրինականությունը չներխուժի ամբողջ Հայաստան, մնացել են դատարանները։ Եվ դրա համար ամենամեծ հարձակումը հիմա դատարանների վրա է եւ այդ նոր դատավորների, նոր դատական, որ ստացվում է արտակարգ դատարանների ստեղծման ըստեյության գաղափարն են արդեն ներդնում, որը շատ վտանգավոր է։ Հիմա փաստորեն դատական իշխանությունը, որ այսօր ըստ էության պահում է Հայաստանը որպես պետականություն, որտեղ գործադիրն ու օրենսդիրը հիմա սահմանադրություն բան իրանց համար գոյություն չունի, փորձում են այդ դատական իշխանությունն էլ վերացնել, որպեսզի կատարեն այն անօրինականությունները, որի համար իրանք երևի կոչված են եւ որի համար ինչ որ այլ դրսի ուժերի օժանդակությամբ այսօր իշխանությունը պատկանում է իրենց։ Ես կարծում եմ հանրությունը պետք է շատ ուշադիր լինի եւ թույլ չտա, որ Հայաստանը վերածվի հայրենիքի դավաճանների կողմից բռնապետության, որից հետո մենք ուղղակի կորցնելու ենք նաեւ Հայաստանը։ Հանրության ուշադրությունը ինչպես եք պատկերացնում, երևի թե ավելի շուտ հանրությունը ըմբոստանա եւ վերջապես ոտքի կանգնի եւ կարողանա տապալել այս իշխանություններին։ Թունելի հետ, ինչպես իմ հաղորդումների ժամանակ եմ հարցնում, թունելի վերջում լույսը ինչպես եք տեսնում։ Տեսեք, հիմա Նիկոլ Փաշինյանը օտար փողերով ինչ արեց։ Մենք չենք առաջարկում նույն մեթոդը, բայց ժողովուրդը պարտավոր է իր իրավունքները սահմանադրական պահպանել։ Եվ դրա համար, այո, ինքը իրավունք ունի պիկետներ անել, ցույցեր անել, ճանապարհներ փակել, ոչ մեկը, ընդդուք մինչև հեղափոխություն, դա մարդու բնական եւ անօտարի իրավունքն է, երբ որ ինչ-որ մեկը փորձում է բռնանալ եւ իր իշխանությունը զավթել, ժողովրդից իշխանությունը խլել, իշխանությունը ժողովրդին է պատկանում, ժողովուրդը իրավունք ունի ապստամբելու։ Եվ ես կարծում եմ, որ Նիկոլը ամենաշատը հենց վախում է դրանից, դրա համար ամեն ինչ անում է, որպեսզի այդ ճանապարհը փակի։ Տեսեք, վիրավորելու եւ բանի համար այդ տուգանքները, որ հիմա առաջարկում են 15 միլիոն, 10 միլիոն դրամ, հա տուգանքներ, բայց ժամանակ որ իրանց ամբողջ այդ ոհմակը, այդտենց եմ ասում առանց որևէ մտավախության, հայոյում էր բոլորին, դագաղներ էր տանում տները, երեխեքին էր ըստ էության առևանգում, ահաբեկում։ Այդ ժամանակ ինչ էին մտածում իրանք, որ երբ որ իրանք կատարել են մեծագույն դավաճանություն, իրանք հայրենիքն են վաճառել, 7000 անմեղ երիտասարդի արյուն են ուղակի խմել, բաց ասել։ Հիմա իրանք հանկարծ իրանք քննադատես, դրա համար դու պարտավոր ես ուրեմն առայժմ ստուգանքի ձևով վստահ եմ վաղը նաև քրեական հոդվածերով կդատեն մարդկանց։ Հիմա եթե այս մեթոդներով փորձում են լրացնել եւ ասում եմ փառք ու պատիվ են դատավորների, ովքեր այսօր պահում են Հայաստանը։ Այսօր փաստ է իրանց ուսերին է ամբողջ ծանրությունը։ Ես հասկանում եմ այդ մարդկանց վրա ինչ մեծ ճնշում կա։ Նախորդ դատավորը, գիտեք, ասենք այն միջնորդությունը, որ արել էր իմ պաշտպանը եւ ինքնաբացարկի հետ կապված, եւ այն հիմնավորումով, որով ինքը ինքնաբացարկ էր տվել, ինքը կարող էր ուղղակի դատական նիստը սկսելուց առաջ ասեր, որ ինքը իր տղան աշխատում է օրինակ Քարամյանի հիմնարկում, որտեղ Քարամյանը ղեկավար է, եւ նոր այդ հարցը դարձներ քննարկման առարկա։ Միջնորդությունը իմ պաշտպանը ներկայացրել է այլ խնդիրների հետ կապված, որոնք լրիվ օրինական են եւ էտել էր լրիվ բավարար, որ ինքնաբացարկ, ինքը ինքնաբացարկը տալիս է այլ հիմնավորումով։ Էլի փառք ու պատիվ իրան, որ չուզեցավ իր վրա մեղք վերցնել, որտեւ այդ հասկանում եք տղան աշխատում է ինչ որտեղ եւ այդ տղան չի բացառում, որ աշխատակից աջորդ օրը իսկ կզրկվեր։ Սել հայր է արդեն թոշակի գնացող եւ պարզ է, որ ինքը ճնշման տակ էր բավականին մեծ, իր մեջ ուժ գտավ երևի, որ չգնա այդ քայլին, որը իրեն եւս կդարձներ մեղսակից այն բոլոր հանցագործություններին, որ այսօր կատարում են Նիկոլը ու նրա թիմը։